Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 11։ Իրավի, որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն, նրանից է իմ փրկությունը։ Սաղմոս 62-րդ գլուխ առաջին խոսք։ Երանելի վիճակ է իսկապես միայն Տիրոջը սպասելը։ Թող սա լինի մեր վիճակը այսօր եւ ամեն օր։ Սպասել նրա ժամանակին, սպասել նրան ծառայության մեջ, սպասել ուրախ ակնկալությամբ, սպասել աղոթքով եւ գոհունակությամբ։ Երբ հոգին այսպես է սպասում, այն գտնվում է արարածի իր արարչի առջև, ծառայի իր Տիրոջ առջև, զավակի իր հոր առջև գտնվելու լավագույն եւ ամենաճշմարիտ վիճակում։ Մենք մեզ թույլ չենք տալիս որևէ բան թելադրելու Աստծուն եւ չենք տրտնջում նրա դեմ։ Մենք տեղ չենք տալիս ոչ անհամբերությանը, ոչ անվստահությանը եւ դրա հետ մեկտեղ չենք փորձում առաջ անցնել այն ամպից, որը առաջնորդում է մեզ եւ չենք փնտրում օգնություն ուրիշներից։ Այլապես դա Աստծուն սпасել չէր լինի։ Աստված եւ միայն Աստված է մեր սրտի ակնկալիքը։ Օրհնյալ վստահություն է դա։ Փրկությունը գալիս է նրանից եւ այն ճանապարհին է։ Այն կգա նրանից եւ ուրիշ ոչ մեկից։ Փառքն ամբողջությամբ նրանն է լինելու, որովհետև միայն նա կարող է եւ կամենում է այն իրականացնել, եւ նա անպայման կիրագործի դա իր ժամանակին եւ իր կերպով։ Նա կազատի կասկածից, տառապանքից, զրպարտությունից եւ նեղությունից։ Թեև դեռևս դրա ոչ մի նշան չենք տեսնում, մենք գոհությամբ սպասում ենք Տիրոջ կամքին, որովհետև նրա սիրո եւ հավատարմության հանդեպ որևէ կասկած չունենք։ Նա շուտով լիովին կկատարի իր գործը, եւ մենք այժմ իսկ կփառաբանենք նրան գալիք ողորմության համար։